մտնենք ներս, ցուցադրենք, թե ամեն առավոտ մենք ինչպես ենք սկսում մեր գործընթացը։ Գարուշ Մինասյանը 25-ից 40 տարեկան այն 58 երիտասարդներից մեկն է, որ դարձել է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հաջողակից սկսնակին ծրագրի երիտասարդի երազանք նախագծի շահառու։ Սա մեր բետոնախառնիչն է, ցեխը պատրաստում ենք բետոնախառնիչով, այնուհետև լցնում ենք վաննայի մեջ եւ լցնում ենք ֆորմաների մեջ։ Արտադրամասը 1 տարի է ինչ աշխատում է, սակայն պատվերներից չեն դժգոհում։ Նշում է, տարածքը փոքր է, բայց նպատակ ունեն մեծացնելու, աշխատուժը շատացնելու։ 1 տարի առաջ այս ամեն ինչը երազանք էր, հիմա նայում ենք առաջ ու տեսնում ենք, որ ընդհանրապես երազանք չի եղել, հասել ենք մեր ուզածին։ Իսկ «Իմ քայլը» հիմնադրամի աջակցության մասին Facebook-ից է տեղեկացել, հայտը լրացրել, դասընթացների մասնակցել, դրամաշնորհ ստացել։ Հիմնադրամի աջակցության շնորհիվ մենք ձեռք ենք բերել մեր բոլոր պոլկաները, ձեռք ենք բերել մեր սեղանը, ձեռք ենք բերել մեր փչելու ստանոկն է, այսպես ասած, եւ ամենակարևորը ֆորմաներն ենք ձեռք բերել, տեսնում եք ինչքան արդեն ֆորմա ունենք, ամենասկզբից որ սկսել ենք, ունեցել ենք երևի մի շատ քիչ ֆորմաներ, իսկ հիմա Փառք Աստծո ունենք լիքը ֆորմաներ, տեսականիներ։ Բարև ձեզ։ Նախագծի մյուս շահառուն Ավետիք Մարգարյանն է։ Նրա բիզնեսը հանգստյան գոտի է Գեղարդում։ Այստեղից բացվում է շատ հրաշալի տեսարան։ Մի քիչ այն կողմ գտնվում է Գեղարդի եկեղեցին, ավելի հեռվում մենք կարող ենք տեսնել Գառն ու տաճարը։ Ժամանակին այստեղ եղել է ուղղակի հարթ տարածություն, շատ բաներ չի եղել, ու հաջողակի սկսնակին ծրագրի շրջանակներում կատարել ենք բավականին բարելավումներ, ավելացրել ենք ճոճանակներ, ներսն ենք կահավորել եւ տարածքն ենք առանձնացրել ընդհանուր հանգստի գոտուց։ Ավետիք Մարգարյանն էլ էր ծրագրի մասին տեղեկացել Facebook սոցիալական հարթակից, քանի որ հանգստի գոտին բարելավման կարիք ուներ, որոշել էր մասնակցել։ Ծրագրի շրջանակում շատերի հետ ծանոթացանք, հիմա էլ մտերմություն ենք անում շատերի հետ, ովքեր որ ունեն նմանատիպ բիզնեսներ կամ առասարակ այլ ոլորտի բիզնեսներ, մեկս մյուսին նաև աջակցում ենք, մեկս մյուսի մոտ գնալով։ Այս ծրագրի շրջանակներում նաև կազմեցինք այս հանգստի գոտու համար, որը որ կարելի ասել չկար, բիզնես պլան կառուցեցինք, մեր ամբողջ ծախսերը հաշվարկեցինք, գիտելիք շատ ձեռք բերեցինք, որը որ հետագայում եւ նաեւ հիմա կիրառում ենք մեր բիզնեսի զարգացման համար։ Մյուս շահառուն էլ Բաբկեն Բարեղամյանն է։ Ծրագրին որոշել էր մասնակցել լրաբուծությամբ զբաղվելու համար։ Ունենք արդեն պատվերներ մսի համար, 3 սնդիկետի հետ ենք աշխատում։ Բիզնեսը սկսել է մոտ 3 ամիս առաջ։ Ծրագրի շրջանակներում ձեռք են բերել լորի վանդակներ, բրուդերներ, ֆետրանի սարք, 2 ինկուբատոր, կերաղած, կերը պատրաստելու համար, հավելումների համար։ Շահառուն սկսնակ ձեռներեցներին խորհուրդ է տալիս երկար չմտածել ու գործել։ Ինքն էլ նպատակ ունի այսքանով չսահմանափակվել եւ իր բիզնեսը զարգացնել։ Ծրագիրը տվել է բիզնես կառավարման շատ գիտելիքներ, նենց գիտելիքներ, որ մինչև այս ընդհանրապես չգիտեի։ Իմ քայլը արդեն երկրորդ օրն է մշտադիտարկումներ է իրականացնում շահառուների բիզնեսների ընթացքին ծանոթանալու համար։ Հիմնադրամի համոզմամբ փոքր բիզնեսը կարևորագույն դեր ունի երկրի ներառական տնտեսության զարգացման, կայուն զբաղվածության ապահովման, միջին խավի ձևավորման, սոցիալ-տնտեսական կայունության ամրապնդման եւ նոր աշխատատեղերի ստեղծման գործում։ Սակայն զարգացման ճանապարհին փոքր բիզնեսը հաճախ բախվում է մի շարք խոչընդոտների՝ ֆինանսական միջոցների սահմանափակ հասանելիություն, գործարար հմտությունների պակաս, ինչպես նաեւ շուկա մուտք գործելու եւ մրցունակ դիրքավորվելու դժվարություններ։ Այս խնդիրների հաղթահարմանն է միտված ծրագիրը, որի շնորհիվ փոքր բիզնեսի ներկայացուցիչները ստանում են ոչ միայն ֆինանսական աջակցություն, այլև անհրաժեշտ ռեսուրսներ ու մասնագիտական վերապատրաստում իրենց բիզնես գաղափարները կյանքի կոչելու կամ արդեն գործող բիզնեսներն ընդլայնելու համար։ Ծրագիրը նախատեսված է ինչպես արտադրական եւ սպասարկման, այնպես էլ կրթական ու մշակութային ոլորտներում գործունեություն ծավալողների եւ բիզնես գաղափար ունեցող անձանց համար։ Լիանա Խաչատուրյան, լուրեր։